Ուրախ եմ, որ Տերը քեզ այսօր հրավիրել է եկեղեցի։ Փառք Հիսուսին։ Գիտես, սիրելիս, այսօր տոն է, ու այդ տոնը չի ավարտվել։ Մի օր տոն է սկսվել, ու այդ տոնը չի ավարտվել։ Այդ տոնը շարունակվում է մինչև այսօր ու կշարունակվի դեռ այդ տոնը։ Էդի Սուրբ Հոգու գալստյան օրն է, երբ որ Սուրբ Հոգին բացվեց երկնքի դարպասները եւ Սուրբ Հոգին իջավ այս աշխարհի վրա ու իջավ ամեն մի հավատացյալի վրա։ Գիտեք, չիջավ մենակ առաքյալների վրա, չիջավ մենակ հովիվների վրա, չիջավ մենակ քահանաների վրա, այլ ամեն մարդու վրա, փոքրերի, մեծերի, հարուստների, աղքատների, երեխաների այսպես փոքր Սուրբ Հոգին իջավ ու դրա համար մեծ գին է վճարվել։ Գիտեք, սա մեծ պարգև է։ Ես ես մի բան ասեմ, սրանից ավելի մեծ նվեր գոյություն չունի։ Քեզ ոչ մեկ կյանքում հավերժություն էլ ապրես, սրանից ավելի մեծ նվեր քեզ ոչ մեկ չի տա։ Այս նվերը Աստված է տվել մեզ, սրա համար մեծ գին է վճարվել։ Երբ որ Հիսուսը խաչի վրա մեր մեղքերի համար մահացավ, խաչվեց, երրորդ օրը հարություն առավ, երբ որ իրան գերեզման դրեցին, ինքը բարձրացավ երկինք ու փառավորվեց։ Ինքը պատիվ ունեցավ աղաչելու հորը, խնդրելու, որպեսզի Սուրբ Հոգին տա։ Գիտեք, հայերենում գրած է խնդրելու, բայց ռուսերեն տարբերակում ավելի խորն է գրած։ Ու մալյուացա, աղաչեմ հորը, դա գիտեք խի է գրած, որ մենք հասկանանք, որ դա շատ թանկ է, որպեսզի Սուրբ Հոգին գա։ Դա ուղղակի նենց չէր, որ երբ ուզեցավ, Աստված բացեց դռները, ասեց գնա, դրա համար գին վճարվեց։ Ամեն մեկիս համար մեծ թանկին վճարվեց։ Գիտեք, այսօր մենք պետք է այնքան խորը գնահատենք Սուրբ Հոգու գալուստը, Սուրբ Հոգու ներկայությունը մեր մեջ։ Երբ որ Հիսուսը գնում էր երկինք, դեռ այս աշխարհում էր, ինքը խոսում էր իր աշակերտների հետ, ասում էր ավելի լավ կլինի ես գնամ, որ Սուրբ Հոգին գա։ Խնդրեմ հորը, աղաչեմ հորը, որպեսզի Սուրբ Հոգին գա եւ ես արդեն ձեր մեջ կբնակվեմ։ Գիտեք, մինչև Սուրբ Հոգու գալը, Հիսուսը ուզում էր մարդու մեջ լիներ։ Հիսուսը Աստված է։ Ինքը ուզում էր, որպեսզի մարդու մեջ ինքը բնակվի, բայց ինքը չէր կարա մտներ քո մեջ, Հիսուսը։ Դրա համար ինքը գնաց երկինք, աղաչեց, որպեսզի Սուրբ Հոգին գա։ Աստված երրորդություն է։ Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, Աստված երրորդություն է։ Նրանք առանձին չեն իրարից։ Նույն Սուրբ Հոգին, երբ որ մեր մեջ է, մենք պետք է հասկանանք Հիսուսն է մեր մեջ։ Մենք պետք է հասկանանք Հայրն էլ է մեր մեջ։ Հիսուսը ասում է, ես կանգնած դռան ետևում թակում եմ, ով լսի իմ ձայնը կբացի, եւ ես եւ Հայրը կգանք եւ խնջույք այդ սրտի մեջ կանենք, խնջույք կլինի։ Դա նշանակում է, որ Սուրբ Հոգին գալով մենք ընդունում ենք եւ Հորը եւ Որդուն եւ Սուրբ Հոգու ներկայությունը մեր մեջ։ Ամեն։ Եկեք մի հատ տեղ բացեմ կարդամ։ Գործ Առաքելոց 2-րդ գլուխ առաջի խոսքից։ Եվ Պենտեկոստեի օրը բոլորը միասին գտնվում են նույն տեղում։ Տեսեք, այստեղ մի հատ կանգ առնեմ։ Բոլորը միասին գտնվում են նույն տեղում։ Պենտեկոստեի օրը։ Պենտեկոստեի օրը էդի այդ 50-րդ օրն է, ռուսերեն ասած Պիտիդիսյատնիցը։ Էդի այդ օրն է, իրանք այդ օրը հաշվում է Զատիկից հետո, 50 օր հետո այդ օրներ, էդի հրեական տոնը, երբ որ հրեաները ստացան իրանց տորան, իրանց օրենքը երկնքից ստացան։ Իսկ մենք այդ օրը ստացանք Սուրբ Հոգին, մենք այդ օրը ստացանք կյանքը, այն կյանքը, որը խոստացված էր մեզ։ Բայց ի՞նչն է պայմանը, տեսեք, Հիսուսը ասեց, իրարից չառանձնանաք, իրարից բաժան չլինեք, մեկտեղ եղեք, Երուսաղեմում եղեք, մեկտեղ իրար հետ լինեք։ Եվ իրանք իրար հետ էին, իրանք սպասում էին Հիսուսի խոստումին, երբ որ Հիսուսը ասեց կգա Սուրբ Հոգին, կխնդրեմ որ գա։ Տեսեք, շատ կարևոր է, ես կարևորում եմ ու Աստված գիտեմ կարևորում է, որպեսզի ամեն հավատացյալ, ամեն հավատացող լինի միասին քույր եղբայրների հետ։ Այսինքն լինի եկեղեցում։ Եկեղեցու զատ ճիշտ չի։ Եկեղեցու, եթե դու ունես հնարավորություն լինես եկեղեցում, անպայման գտիր քո եկեղեցին, եղիր եկեղեցում, որովհետև այդտեղ իջնում է Սուրբ Հոգին, այդտեղ գալիս է Աստծու Հոգին։ Եվ Աստվածաշնչում գրած է, երբ որ լույսի մեջ քայլեք, իրար հետ հաղորդակցություն ունենաք, հաղորդակից լինեք, ին որդու Սուրբ Հոգու, ին որդու արյունը կմաքրի ձեզի, ձեր մեջով կհոսա։ Գիտեք, եկեղեցին ինքը Հիսուս Քրիստոսի մարմինն է, ու Հիսուս Քրիստոսի արյունը իրա
օրգանիզմի մեջ է հոսում, իր մարմնի մեջ է հոսում։ Դրա համար է Հիսուսը ասում, եկեղեցին դա մարմինն է իմ, ինքն էլ գլուխն է։ Գիտեք, մենք այսօր տարբեր մարդիկ ենք, տարբեր ազգերից։ Այսօր կան Ուկրաինայից ստեղ, դրա համար ասացի, տարբեր ազգերից, Ուկրաինայից կան ստեղ, Հայաստանից կան ստեղ, Գերմանիայում մեծացած մարդիկ կան, որ Հայաստանի հետ այդքան շատ կապ չունենք, բայց հայ ենք, բայց ամեն մեկս տարբեր ընտանիքներից ենք եկել։ Ունենք տարբեր բնավորություններ, տարբեր սովորույթներ, տարբեր մտածելակերպ, բայց դա հրաշք է։ Եկեղեցին նկատել եք, որ հրաշք է։ Աստված միախմբում է ամբողջ եկեղեցին մեկ գլխի Հիսուս Քրիստոսի փառքի տակ։ Եվ դա հրաշք է, երբ որ մենք գալիս ենք ու թողնում ենք մերը, թողնում ենք մեր սովորությունները, մեր կուլտուրան, մեր հասկացած լավն ու վատերը թողնում ենք եւ միաբանվում ենք Հիսուս Քրիստոսի փառքի մեջ։ Միաբանվում ենք եւ Հիսուսը լինում է մեկ գլուխ եւ մենք էլ ունենում ենք միություն, որը կոչվում է եկեղեցի։ Սա եկեղեցի է։ Փառք Հիսուսին։ Գիտեք, շատ դեպքերում, շատ անգամներ մեր հայ ժողովուրդը, ես Համբուրգում գիտեմ, մի քանի հատ հայ համայնք կա, ուրիշ մեծ քաղաքներում մի քանի հատ հայ համայնք կա, բայց մարդիկ չեն կարողանում մնալ, չեն կարողանում միտեղ մնալ, որտեղ գլուխը Հիսուսը չի։ Գիտեք, երբ որ գլուխը Հիսուսն է, մենք կարող ենք միաբանվել։ Եթե դու ուզում ես մարմնի, Հիսուս Քրիստոսի մարմնի մի անդամ լինես, դու պետք է միաբանվես Հիսուս Քրիստոսին Սուրբ Հոգով։ Եվ Սուրբ Հոգին եկել է այսօր, որպեսզի միաբանի այդ հրաշքը տեղի ունենա, որովհետև հարությունը, երկնային արքայությունը մտնելու է Հիսուսի մարմինը, վերցվելու է Հիսուսի մարմինը այս երկրից։ Հարությունը առնելու եւ կյանքը ունենալու երկնային արքայությունում Հիսուսի մարմինը։ Տեսեք, Հիսուսը առաջնեկն է, Հիսուսը գնաց երկինք, մեր գլուխն է, բայց իր մարմինը պետք է ներգնա։ Տեսեք, այս երգի մեջ մենք երգում ենք, ու Տերը մի հատ sense հայտնություն տվեց. խաղաղություն իմ սուրբերին, ես գալիս եմ Մարանաթա։ Մեր Տերը գալիս է։ Խաղաղություն իմ սուրբերին։ Սկզբից ինչ է Աստված անում։ Սկզբից Աստված տալիս է քեզ իր հոգին, Սուրբ Հոգին, եւ երբ որ Տերը գա, ինքը ճանաչելու է իր հոգուն։ Ինքը տեսնելու է իր հոգուն։ Շատերը Տերը ասում է, շատերը այդ վերջի օրը ինձ կասեն. Տեր, բա քո անունով գնացինք եկեղեցի, բա քո անունով սենց հրաշքներ արեցինք, բա քո անունով եւ այլ բաներ անեցինք։ Գիտեք Տերը ինչ է ասում։ Ասում է, ես քեզ, այսինքն ձեզ չեմ ճանաչում։ Աստված ճանաչում է նրան, ում մեջ որ ինքը կա։ Աստված կճանաչի քեզ, երբ որ ինքը իր հոգին տեսնի քո մեջ։ Ու դա շատ կարևոր է, որ մենք ունենանք Աստծո հոգուն։ Շատ մարդիկ ցավոք սրտի հիասթափվելու են վերջին օրը։ Երբ որ Հիսուսը գա, ինքը գալու է։ Ամեն։ Երբ որ ինքը բարձրացավ երկինք, աշակերտները այսպես կանգնած նայում էին։ Վաու, Հիսուսը ֆիզիկական մարմնով բարձրացավ երկինք, ֆիզիկական մարմնով։ Գիտեք, ինքը որ հարություն առավ Հիսուսը, բոլորը կարծեցին հոգի է ինքը։ Հիսուսը ասաց, ես հոգի չեմ, մի հատ հələ մոտիկ եկեք, մի հատ հələ կպեք ինձ, կպան, այն անհավատ աշակերտներից մեկն էլ ասում էր, մինչև ձեռքս չդնեմ վերքի մեջ չեմ հավատա, որ դա ինքն է։ Հիսուսը հարցրեց, արի, այդ դու էիր ասում, արի դե հիմա ձեռքդ դիր վերքիս մեջ։ Էդ էլ արեցին։ Դրա համար գրած է առաջին Հովհաննեսում գրած է, մենք իրան շոշափեցինք։ Գիտեք ինչ կատարվեց, աշակերտները մոտեցան ու շոշափեցին, կպան Հիսուսին, ձեռք տվեցին, ձեռք էին տալիս իրան, հարություն առած առաջին մարդուն։ Նաև Մարթա եւ Աստված է Հիսուսը, բայց նա առաջին մարդը դառավ, որ մահացավ եւ հարություն առավ։ Գիտեք խի, որովհետեւ այդ հոգին, որ Հիսուսին հարություն տվեց, չթողեց դժոխքում մնա։ Հիսուսը որ մահացավ գնաց դժոխք։ Ասեմ իմանաք։ Գիտեք խի գնաց քարոզելու այնտեղ։ Գնաց այդ մեռելներին քարոզելու ու ով հավատաց գրածա դուրս եկավ դժոխքից։ Եվ այդ նույն հոգի, որ Հիսուսին կյանք տվեց եւ դժոխքի դռները չկարողացան պահել իրան, այդ նույն հոգին այսօր Հիսուսը մեզ է տալիս։
քեզ առաջարկում, որպեսզի դու վերցնես, եթե ունես Հիսուսի հոգին, ամուր պահի եւ վարվի այդ հոգով եւ առաջնորդվի այդ հոգով, մի հանգցրու այն կրակը, որ Աստված քեզ տալիս է, մի հանգցրու երբեք։ Եթե քեզ Տերը տալիս է խոսք, եթե քեզ Տերը տալիս է գործ, եթե քեզ Տերը տալիս է ծառայություն, երբեք մի մարի այդ կրակը, թողել ավելի տա, գնա ու կատարի Տիրոջ գործը, գնա ու լսի Տիրոջը, որովհետև կյանքի նպատակը Տիրոջը ծառայելն է, Տիրոջ հետևից գնալն է, որտեղ ուրիշ կյանք չկա, Տերն է կյանքը, Տերն է մեզ սովորացնում կյանք, ապրել։ Գիտեք, մեր ծնողները մեզ դաստիարակել են, շատ թե քիչ, լավ թե վատ, մենք շնորհակալ ենք մեր ծնողներին, մենք պարտավոր ենք իրանց հարգենք, սիրենք, մինչև վերջ պահենք մեր ծնողներին։ Իրանք էդի արել են այս կարճ ժամանակի համար մենակ, որտեւ իրանք էլ են այս կարճ ժամանակում։ Գիտեք, բայց Աստված մեզ այնքան է սիրում, Աստված մեզ դաստիարակում է, շտկում է, ուղղում է հավերժության համար, հավերժության համար։ Եթե միտեղ մենք նեղվում ենք մի բանից, եթե միտեղ մենք նեղանում ենք ինչ-որ ճիշտ բաներ մեր կյանքում չի ստացվում, գիտեք, դա նրա համար է, որ գանք ապաշխարության։ Աստված երկար է համբերում, Աստված համբերատար է, ինքը միանգամից չի կտրում։ Տեսեք, Աստծո խոսքը ասում է, դուք իմ ճյուղերն եք։ Երբ որ դուք ինձ կպած եք, դուք իմ ճյուղերն եք եւ դուք կբերեք պտուղ, բարի պտուղ կբերեք։ Եթե մնաք ինձանում, այն ճյուղը, որը որ պտուղ է բերում, Աստված պահում է, ել ավելի շատ է իրան սեր ցույց տալ, ել ավելի շատ է, ոնց որ ասած, ուշադրություն դարձնում, սեր ցույց տալիս, մշակում այդ ճյուղին, որպեսզի այդ ճյուղը ել ավելի շատ պտուղներ բերի, բայց այն ճյուղը, որ պտուղ չի բերում, գիտեք, Աստված միանգամից չի կտրում, ինքը երկար է համբերում, ինքը մեր նման չի, մարդը կարա միանգամից բռնի ու կտրի, ասի չեղավ, չկպավ։ Տեսեք, մենք չէ, միանգամից ջղայնանում ենք, ինչ որ մի բան լինում է, մեկը մեզի մի բան ասի, միանգամից կջղայնանանք, միանգամից կկտրենք, միանգամից խաչ կդնենք այդ մարդու վրա։ Բայց Աստված տենց չի, ինքը համբերում է։ Ինքը նենց այգեպան է, որ ինքը համբերություն ունի, երկար համբերություն ունի։ Ինքը գիտի, երբ այդ ճյուղը վերջնականապես չի բերի պտուղ։ Ինքը գիտի լավ։ Դրա համար եկեք Աստծուն նմանվենք, խնդրում եմ ձեզ։ Եկեք ունենանք այդ Աստծո համբերությունը քույր եղբայրների վրա, մեր հարազատների վրա, մեր ծնողների, մեր երեխեքի վրա, ունենանք այդ համբերությունը, աղոթքով պահենք, որպեսզի գան այդ պտուղները, որպեսզի արդեն երևա մի բան, երևա աղոթք, երևա խոսք։ Գիտեք, Աստված ասում է մարդուն կճանաչեք իր պտուղներով։ Մարդը պտղաբեր է դառնում, երբ որ Սուրբ Հոգին մարդու մեջ է, երբ որ դու վերցնում ես Սուրբ Հոգին, առանց Սուրբ Հոգու կյանք չկա, առանց Սուրբ Հոգու հետաքրքիր չի։ Եկեք առաջ մի քիչ կարդամ, երկրորդ խոսքից գրած է հանկարծ, տեսեք, իրանք իրար հետ հավաքված են բոլորը։ Գրած է հանկարծ երկնքից սաստիկ քամու պես մի ձայն հնչեց եւ լցրեց ամբողջ տունը, որտեղ նստած էին։ Եվ նրանց երևացին բաժանված հրե լեզուներ, որոնք նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա։ Բոլորը լցվեցին Սուրբ Հոգով եւ սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ նրանց խոսել էր տալիս Հոգին։ Հոգին։ Խնդրում եմ մի զարմացեք, երբ որ քո կողքինը, քո քույրը կամ եղբայրը լեզուներով խոսա, որ դու չես հասկանա այդ ինչա։ Ավելին ասեմ, ինքն ես չի հասկանում ինչա խոսում։ Մեկն է հասկանում ինչա նա խոսում։ Աստված։ Գրած է, որ դա մենակ Աստված է հասկանում։ Ոչ մեկ չի հասկանում։ Աստված է հասկանում։ Գիտեք, սրտի լիությունից վերանախոսալու է մարդու։ Եթե Աստված Սուրբ Հոգին մարդու սիրտը լցրեց, ինքը չի կարա լռի։ Դու իրան անգամ լռացնես, ասես լռիր, բարձր մի խոսա, մեկը ինքը խոսալու է։ Թեկուզ կամած, բայց խոսալու է, բայց ասելու է թողի բարձր էլի խոսամ։ Ես ուզում եմ խոսամ, որովհետև սիրտս լցված է, ես Աստծուն ուզում եմ ավելի բարձր փառք տամ։ Գիտեք, մենք պետքա Սուրբ Հոգուն թողնենք ազատ։ Մենք չենք կարա Սուրբ Հոգուն բռնենք ու սահմաններ դնենք մեր ուզած ձևով, որպեսզի Սուրբ Հոգին շարժվի, ստեղ շարժվի Սուրբ Հոգի, ստեղ չէ։ Գիտեք, մենք պետքա ազատ ապրենք Աստծո մեջ։ Մենք պետքա լրիվ ազատ ապրենք Աստծո մեջ, Հիսուս Քրիստոսի մեջ։ Գիտեք, այս պահին, երբ որ Սուրբ Հոգին իջավ, կատարվեց Հովել մարգարեի խոսքը, որ ինքը արդեն Աստված Հովել մարգարեի բերանով արդեն մարգարեացել էր, շատ մի 7-800 տարի առաջ երևի, մարգարեացել էր ու ասել էր այդ օրը
այդ օրը իմ հոգին կլցնեմ ամեն մի մարմնի վրա, ամեն մի մարմնի վրա կիջնի իմ հոգին։ Եվ շատ բաներ ա գրած, որ մարդիկ կփոխվեն, կսկսեն մարգարեանալ, կսկսեն լեզուներով խոսալ, կսկսեն փոխվի, տրտմության տեղը ասում է ուրախություն կտամ, տրտմության տեղը ուրախություն, նախանձի տեղը սեր, փոխվում է մարդու սիրտը, այսինքն Աստված ասում է ես կփոխեմ այդ ամեն ինչը քո մեջից։ Գիտեք դա ոնց է արվում, դա արվում է փոփոխության շնորհիվ։ Գիտեք Հիսուսը չեկավ մեզի օրհնելու այս աշխարհում եւ խաղաղություն տալու։ Սուրբ Հոգին չի եկել օրհնի ու խաղաղություն տա։ Հիսուսը ասում է ես չեկա ձեզ խաղաղություն բերելու։ Ես եկա թուր բերեցի, որ բաժանի սևը սպիտակից, խավարը լույսից։ Եվ այդ թուրը բաժանում է։ Ուղղակի մենք այսօր պետք է հասկանանք, թե ինչից է մեզ Աստված բաժանում, որպեսզի մենակ Սուրբ Հոգով լցված լինենք։ Տեսեք, Աստված մեզի բաժանելով այս աշխարհից, այս աշխարհի իշխանից ասում է արի մոտ։ Այս աշխարհում իշխան կա։ Հիմա մենք երգում ենք, որ Աստվածն է Տերը տերերի, երկնքի ու երկրի, բա ուր մնաց այս աշխարհի իշխան, ասենք չկա։ Ոնց է կարծում, այս աշխարհի իշխան ունի թե չէ։ Այո, ունի։ Բայլխի է վատ բաներ լինում, բայլխի է պատերազմներ լինում, բայլխի է մարդասպանություններ լինում, բայլխի է բռնաբարություններ լինում, խի է ամբողջ պղծությունները լինում այս աշխարհում։ Աստծուց է։ Իհարկե ոչ, իհարկե ոչ։ Եկեք հասկանանք, որ այս աշխարհում կա իշխան։ Եվ եթե դու ապրես այս աշխարհի մեջ, այս աշխարհի իշխանի հոգին, աշխարհի հոգին քո վրա ազդելու է։ Քո վրա ազդելու է։ Ուզես դե դա չուզես։ Ինչքան ուզում ես, աղոթի ասա Տեր, բախի սենց օրհնի ինձ, պաշտպանի ինձ, այս հիվանդությունը թող գնա եւ այլ բաներ։ Գիտեք, մենք պետք է անջատված լինենք լրիվ այս աշխարհից եւ ապրենք նոր երկրում, նոր թագավորությունում։ Հիսուսը երբ որ եկավ այս աշխարհ, ինչ ասեց։ Ասեց ուրախացեք, ասեց, ապաշխարեք, ասեց, լավ բան ա եղել, ապաշխարեք, որովհետեւ Աստծո թագավորությունը մոտեցել է, այն ժամանակ չկար։ Այն ժամանակ չկար։ Հիսուսը առաջինն էր, երբ որ ինքը ստացավ Սուրբ Հոգին, մկրտվեց, հիշում եք, երբ որ Հիսուսը եկավ մկրտվեց Հովանես Մկրտչի մոտ, Սուրբ Հոգին իջավ նրա վրա, եւ Հովանես Մկրտիչը տեսավ, Աստված իր սրտին խոսք էր դրել, ասեց. «Այն ում որ կտեսնես, Սուրբ Հոգին իջնի նրա վրա, հենց ինքն է լինելու մկրտողը Սուրբ Հոգով ու կրակով»։ Էդի Հիսուս Քրիստոսն է, ու Հովանես Մկրտիչը մարգարեանում արդեն ասում է. «Հենա Աստծու գառը»։ Երբ որ տեսավ Հովանես Մկրտիչը Հիսուսին, ասեց. «Հենա Աստծու գառը, գալիս է», ու եկավ մկրտվեց։ Ասեց. «Ես քեզանից պետք է մկրտվեմ»։ Հիսուսը ասեց. «Չէ, արի դու ինձ մկրտի, դու ինձ մկրտի, արի կատարենք ամեն ճշմարտություն, որովհետեւ էդի ցույց է տալի Հիսուսի մարդ տեսակը։ Հիսուսը մարդել է, Հիսուսը 100%-անոց մարդ էր եւ 100%-անոց Աստված, բայց քանի որ Հիսուսը 100%-անոց մարդ է, ինքը եկավ ասեց. «Հովանես Մկրտիչ ջան, դու ինձ մկրտի, որովհետեւ Սուրբ Հոգին երբ որ իջավ, Հիսուսը դրանից հետո անցավ իր փորձությունը 40 օր հետո անապատում, դրանից հետո հաղթանակ ունենալով, հաղթություն ունենալով դուրս եկավ ու սկսեց իր ծառայությունը։ Ու ինչ էր ասում։ Ասում էր. «Ինձանից սովորեք, ես հեզ եմ ու սրտով խոնար»։ Աստծո արքայությունը մոտեցել է, ու նա արդեն ստեղ է Աստծո արքայությունը։ Այն ժամանակ չի եղել սենց բան, չի եղել, Սուրբ Հոգին իջել է հատուկենտ մարդկանց վրա, հատուկենտ մարդկանց վրա է Սուրբ Հոգին իջել։ Մարգարեների, Դավիթ թագավորի եւ այլ, հատուկենտ մարդկանց վրա Սուրբ Հոգին իջել, բայց սենց բան երբեք չի եղել, որ Սուրբ Հոգին իջնի ամեն մեկի վրա, իրը ով ուզում է։ Ով ուզում է։ Արդեն նենց չի, ում Աստված է ուզում, արդեն Աստված ասում է, ով ուզի կտամ, ով թակի կբացեմ, ասում է, ով մանգա կգտնի, ով խնդրի, նրան կտրվի։ Բայց Սուրբ Հոգին ընդունելու համար Հիսուսը գաղտնիք է ստեղ ասում։ Լսեք ուշադիր։ Էլի եմ ասում է, ինձանից սովորեք։ Ասում է, ես վերցրեցի Սուրբ Հոգուն։ Գիտեք խի ասում է, որտեվ ես հեզ եմ ու սրտով խոնար։ Հովանես Մկրտիչը ասեց. «Ահա Աստծու գառը գալիս է, ես տենում եմ իրան»։ Ինքն է, այն որ Աստված ասում էր գառը։
Եվ գրած է Սուրբ Հոգին աղավնուպես իջավ Աստծու գառի վրա։ Գիտեք, Աստվածաշունչը հենց այնպես չի, որ ստեղ երկու կենթանու անուն է տալիս։ Գառ եւ աղավնին։ Աղավնին Սուրբ Հոգու օրինակն է եւ գառը Հիսուս Քրիստոսը։ Գառը այն բնավորությունը, այն բնությունը, որի վրա իջնում է աղավնին, որի վրա իջնում է Սուրբ Հոգին։ Գիտեք, եթե մենք լինենք այծ, կամ լինենք գայլ, կամ լինենք օձ, Սուրբ Հոգին չի իջնի մեր վրա, ցավոք սրտի, չի գա։ Դրա համար էր Հովհաննես Մկրտիչը ասում, իժի զավակներ, շատերը գալիս էին ստից բան էին անում, սուտ ապաշխարանք էին անում, մտամ ապաշխարեցինք ու ամեն ինչ լավ է, մենք ձեր աղբերներն ենք, քրերն ենք։ Ինքը նայում էր ասում էր, իժի զավակներ, ուղիղ արեք Տիրոջ ճանապարհը։ Տերը չի գա տենց, պետքա ուղիղ անես, Տերը իջնում է մենակ գառների վրա։ Այսինքն դու գառ ես։ Ասեմ իմանաս, եթե դու այսօր ստի կանչված ես, ստի նստած ես, դու գառ ես։ Ուղղակի կարող դու քեզ դրել ես գայլի տեղ։ Հա, շատ մարդիկ տենց են իրոք։ Իրանք բնական բնության մեջ իրանք գառ են ասու երեխեք են կորած մոլորված, բայց գալիս են լսեն կոտոշներով, գիտեն դա իրանց բնականն է, բայց դա իրանց բնական կոտոշները չի, սատանան է այդ կոտոշները դրել, ասելա դու կռուտո ես։ Դրա համար մենք պետք է խոնարհվենք ու հասկանանք մենք ով ենք։ Մենք ով ենք։ Մենք Աստծո երեխեք ենք։ Աստված է մեզ ստեղծել։ Աստված ուզում է մեր մեջ բնակվի, բայց նա ուզում է, որ մենք իրան ճիշտ ընդունենք, ճիշտ ճանապարհ բացենք, սրտանց լինի այդ ապաշխարությունը, սրտով գանք Տիրոջը, ապաշխարենք, որպեսզի ոչ մի արգելք չլինի մեր ու Աստծու մեջտեղ պահող, որ մենք չկարողանանք հանկարծ Սուրբ Հոգին ընդունելու, որովհետև եթե դու չընդունեցիր Սուրբ Հոգուն, դու մնալու ես աշխարհում։ Դու ես աշխարհում ես մնալու։ Աշխարհը կառավարվում է սատանայի կողմից 100%-անոց, ոչ թե 99, հայտարարում եմ, աշխարհի իշխանը սատանան է եւ դա կառավարվում է իր կողմից 100%-ով։ Անկամ եթե դու քո կյանքում եկել ես եկեղեցի, ապաշխարել ես 90%-ով փոխվել, 90%-ն ես տվել Աստծուն քո, բայց հələ ինչ որ մի հատ անցքա բաց, ինչ որ մի հատ լուսամուտ է մի թեթև բաց աշխարհի համար, իմացի աշխարհը վրետ ազդելու է։ Ազդելու է աշխարհը քո վրա։ Եվ դու մոլորված միշտ ասելու ես բաուրա Տեր քո օրհնությունը, բայց դու խոսք ես տալի քո խոսքի մեջ ասում է օրհնություն կտամ, կցնցակ, կուրախանակ, գողություն կունենաք միշտ ձեր սրտերում։ Ուր է։ Փակիր ամեն ինչը։ Կտրվիր, Հիսուս ասում է, ես եկա զատ եմ քեզ աշխարհից, մենք պետք է աշխարհից լրիվ բաժան լինենք, մենք պետք է վերջով հասկանանք, որ մենք Հայաստանի քաղաքացի չենք, մենք Գերմանիայի քաղաքացի չենք, մենք Ռուսաստանի քաղաքացի չենք, մենք երկնային քաղաքացիներ ենք, մեր անունները երկնքում գրքի մեջ գրված է, քո անունը գրված է Հիսուս Քրիստոսի գրքի մեջ, դա երկնքում է, դու ընդեղի քաղաքացի ես, մեր անձնագիրը պետք է լինի երկնային, երկնքում պետք է լինի, Հիսուս շնորհակալ ենք քեզ Տեր իմ Աստված, տեսեք Աստված գալիս է որպես մխիթարիչ, որ մխիթարի մեր սրտերը, ինքը մխիթարում, առանց մխիթարության դու միշտ ունենալու ես տխուր հոգի, միշտ տխուր ես լինելու, բայց մենք պետք է ընդունենք նրա մխիթարությունը, առանց մխիթարության դու չես տեսնելու վերջը, հալավ խնդիրը եկավ իմ կյանք, պրոբլեմ ունեմ իմ կյանքում, լավ բա վերջը, գիտես Աստված այդ մխիթարիչն է, որ քեզ վերջը ցույց է տալի, եւ այդ վերջը գիտես ինչ է հաղթանակ, եւ այդ վերջը բժշկություն է, եւ այդ վերջը օրհնություն է, եւ դու արդեն էլ չես նայում այս խնդրին, որը որ դեմը տա դրած, այլ դու վերջն ես նայում Սուրբ Հոգով եւ տեսնում ես հաղթանակ եւ ասում ես շնորհակալություն, գոհանում եմ, քեզի կողքից նայում են ասում են դու գիժ ես, դու հիվանդ մեռնում ես, դու ասում ես չէ ես առողջ եմ, շնորհակալ եմ, ես տեսնում եմ վերջը, ես տեսնում եմ օրհնությունը, ես տեսնում եմ Տիրոջ ձեռքը իմ վրա, ճիշտ է այսօր դժվար է, բայց ես տեսնում եմ իմ ապագան։ Դա մխիթարիչն է անում, դա անում է միայն Սուրբ Հոգին։ Եթե մենք չունենանք մխիթարությունը մեր մեջ, գիտես մենք միշտ լացելու ենք, ասենց ասում ենք, բայց դժվար է, բայց ծանր է, լացող քրիստոնյաներ։ Գիտեք, առանց Սուրբ Հոգու քրիստոնեությունը դա անհետաքրքիր քրիստոնեություն է։ Առանց Սուրբ Հոգու քրիստոնյան ինքը անհետաքրքիր մարդ է։ Անհետաքրքիր քրիստոնյա, իր այդ չես էլ ուզում շփվես։ Չակերտների մեջ անունն է գրած քրիստոնյա, բայց առանց Սուրբ Հոգու չորոց համակցես։ Ինչքան խոստնես մենակ կլացի, բայց ինչ դժվար է, պոլիտիկայից կխոսան, այս եկեղեցուց կբամբասեն, եկեղեցուց կբամբասեն,
Այս հովիվից այն հովիվից, այս մարդուց այն մարդուց, այսի լավնա այնի վատնա, այս բաներ են, այս առանց Սուրբ Հոգու։ Բայց երբ որ կա Սուրբ Հոգի, գիտես, դա աշխարհը, քեզ ընդհանրապես չի հետաքրքրում դա։ Դա մանկական ինչ-որ խոսակցություններ է։ Երբ որ դու Սուրբ Հոգով ես լսված, դու Աստծո ձայնն ես լսնում։ Նախ առաջինը Աստված քեզ բժշկում է, մխիթարում է քեզ, խնդիրները գալիս է, ինքը միանգամից մխիթարում է քեզ, ինքը տալիս է քեզ խաղաղություն։ Եթե մենք այդ խաղաղությունը չունենանք, մենք կկորչենք։ Մենք կկորչենք։ Բայց կարևոր է որ ունենանք խաղաղությունը, որովհետև այս աշխարհի իշխանը ինքը ամեն ձևի ուզում է, քանի որ մենք հենց տարածքում ապրում ենք, բայց հոգով մենք ապրում ենք Քրիստոսի երկրում, նոր Երուսաղեմում, այս աշխարհի իշխանը մեկ-մեկ ատականներ է մեզի անում։ Գիտեք, բայց մենք դրա վրա պետք է ուղղակի ծիծաղանք, որ դու հոգով հասունանաս, ես քեզ լուրջ եմ ասում, դու ուղղակի խնդիրների վրա կծիծաղաս, կասես սատանա, էս էր քո ընդհանրապես արածը, էս կարա իր աներ։ Ես տեսնում եմ իմ Աստծուն, ես նայում եմ Հիսուսին, նա արդեն հաղթել է սատանային։ Եթե մենք դա հասկանանք, մենք ուղղակի կծիծաղանք սատանայի բոլոր հարվածների, բոլոր խնդիրները, որ ինքը բերում է մարդու կյանքում, մեր ծիծաղը ուղղակի պետք է գա։ Ես լուրջ եմ ասում, Աստված ծիծաղում է։ Եվ ուզում եմ, որ մենք էլ ուրախ լինենք ու ծիծաղանք, որովհետև սատանան պարտված է։ Պարտված է։ Այս աշխարհով չի սկսվում վերջանում ամեն ինչ։ Սա աշխարհը, սատանան բոլորին խաբել է, ու ասել է, «Էս է կյանքը, էս չի կյանքը, ժողովուրդ ջան, էս չի կյանքը»։ Սա աշխարհային կյանք է, բայց էս չի, ստեղ ճշմարտություն չկա։ Ճշմարտությունը հավերժության մեջ է։ Ճշմարտությունը այն է, որ Քրիստոսը գալու է եւ հիմնի իր թագավորությունը եւ իր թագավորությունը վերջ չի լինելու։ Պուտիններ կգան, կգնան, Տրամփները կգան, կգնան, Փաշինյաններն կգան, կգնան, բայց Քրիստոսը որ եկել է, ինքը չի գնալու։ Ինքը արդեն եկել է, ինքը արդեն ծնվել է այս աշխարհում եւ իրան արդեն ընդունեցին որպես թագավոր։ Իրան ընդունեցին որպես թագավոր։ Ինքը լը փոքր մանուկ էր, բայց իրան թագավորները եկան, ծնկեցին իր դեմ ու ընդունեցին իրան որպես թագավոր, որտեղ հասկացան, որ նրա թագավորությունը վերջ չունի։ Ամեն։ Գիտես, հիմա դու պետք է ընտրություն անես, դու ում թագավորության մեջ ես ապրում։ Այս աշխարհի համակարգի մեջ ես ապրում, թե Քրիստոսին ես հավատում։ Այստեղ մենք պետք է գործածենք մեր հավատքը։ Այստեղ պետք է հավատ, որովհետև դա անտեսանելի է։ Մենք չենք տեսնում, բայց դա մեր մեջ մենք զգում ենք։ Գիտեք, Սուրբ Հոգին երբ որ գալիս է, մեկ-մեկ մարդիկ կան քրիստոնյաներ կան, որ ասում են, պետք չի զգալ, պետք չի զգալ։ Ես ասում եմ, պետք է զգալ։ Որ այդ ուրախությունը ինչ է։ Զգացողություն։ Մխիթարությունը ինչ է։ Զգացողություն է։ Եթե դու չզգաս այդ զգացողությունը Սուրբ Հոգու քո մեջ, դու կլինես տխուր քրիստոնյա։ Դու մենակ կհավատաս, բայց ինքը ստեղ է։ Նույն բանն է, ոնց որ ասենք մի մարդու հետ շփվում ես, չէ՞, դու շփվում ես, ինքը վատ բնավորության մարդ է ու դու չես էլ ուզում իր հետ երկար շփվես, որտեղ դու վատ բաներ ես զգում, չէ՞, անգամ այդ մարդու ներկայությունից դու կարող ես վատ բաներ զգալ։ Իսկ երբ որ շփվում ես Սուրբ Հոգու հետ, դու պետք է զգաս նրան։ Գիտեք, ես ձեզ խորհուրդ եմ, ես ձեզ ասում եմ, Սուրբ Հոգուն զգացեք։ Զգացեք այդ խաղաղությունը։ Զգացեք այդ խաղաղությունը ձեր սրտի մեջ։ Զգացեք Աստծո խոսքը, երբ որ դուք խոսք կարդաք, զգացեք ինչքան է մխիթարում Աստված ձեր սիրտը Սուրբ Հոգով։ Այնքան պետք է իմ մեջ այնքան է աճել զգացողը, ես ամբողջ մարմնիս վրա եմ անգամ զգում իր ներկայությունը։ Մենք պետք է զգանք իրան, դա սիրո ներկայությունն է, դու խաղաղություն, սեր ես զգում։ Դες խաղաղությունը շատ կարևոր է, շատ կարևոր է, ու դա կտա մեզ մենակ Սուրբ Հոգին, որովհետև դա նրա մեջ է։ Հիսուս ասաց խաղաղություն եմ ձեզ տալիս։ Երբ որ Հիսուսը տվեց խաղաղություն, Հուդան չվերցրեց այդ խաղաղությունը, բայց Պետրոսը վերցրեց այդ խաղաղությունը։ Երկուսն էլ գնացին ուրացան, բայց Պետրոսը չգնաց կախվեց։ Իսկ Հուդան, քանի որ չուներ այդ խաղաղությունը, սատանան ասեց՝ դե գնա, դավայ, գնա կախվի։ Մարդը գնաց կախվեց, որտեղ չուներ այդ խաղաղությունը ու ինքը լսում էր մենակ սատանայի ձայնը։ Սատանան իր իշխանն էր դեռ։ Սատանան չպետք է լինի մեր իշխանը։ Մենք չպետք է լինենք այս աշխարհից, աշխարհիկ, այս աշխարհի ֆորտոչկեքը, դռները, պատուհանները պետք է փակ լինի։ Դրա համար այդ բաները Պողոս առաքյալը երբ որ հասկացավ, ինքը փարիսեցի էր։
Պողոս առաքելը 4 կոպիտ, ասենց ասեմ, քրիստոնյա էր, առանց Սուրբ Հոգու, ճակերտների մեջ, որ ասում եմ 4 քրիստոնյա է ասենց։ Գնանք, մորթենք, սպանենք, թափենք մենակ, ուրիշ ոչ մի բան։ Սա մեր կրոնն է, մեր կրոնը պաշտպանենք։ Ուրիշ բաները հաշվի չէր առնում։ Գիտեք, բայց երբ որ Աստծուն հանդիպեց, երբ որ Աստծու հետ ինքը սկսեց շփվել, Պողոս առաքյալը, ինքը երբ որ այդ բանը հասկացավ, ասում էր. աշխարհը իմ համար խաչված է։ Ես էլ աշխարհի համար եմ խաչված։ Հիմա էլ ես չեմ ապրում, այլ ապրում է իմ մեջ Քրիստոսը։ Ապրում է իմ մեջ Քրիստոսը։ Եթե ես ապրում եմ այս աշխարհում, ապրում եմ Քրիստոսի փառքի համար։ Ոչ թե տուն սարքեմ, ոչ թե ավտո առնեմ լավ։ Գիտեք, մարդիկ երազանքներ, չէ՞, գիտեք, ես ձեզ մի բան ասեմ, Աստծուն պետք է ընդունել ու մեր կյանքում նա պետք է լինի առաջի տեղը։ Դա պատվիրան է, ու այդ պատվիրանը չես կարող խախտել։ Երբ որ այդ պատվիրանը ասես խախտում ես, օրհնություններդ գնում է, հաստատ, 100%։ Երբ որ դու այդ պատվիրանը ճիշտ պահեցիր, առաջին պատվիրանը, որը տված է, թե 5 կտակարանում, թե նոր կտակարանում, սիրիր քո Տեր Աստծուն, քո ամբողջ մտքով, քո ամբողջ սրտով, քո ամբողջ կարողությունով, սիրիր քո Տեր Աստծուն։ Եվ դրա մասին Հիսուսը խոսում է, ասում է առաջինը փնտրեք Աստծու արքայությունը եւ մնացած ամեն ինչը կտրվի ձեզի։ Երբ որ առաջին տեղը մեր կյանքում մեր ուրիշ նպատակներ ունենք, ուրիշ բան ենք դնում առաջինը մեր կյանքում, ոչ թե Աստծուն, դու ամբողջ կյանքում տանջվելու ես ու տառապելու ես ու քո մոտ ոչ մի բան չի ստացվելու։ Այսօր մի քույր էր եկել մեր եկեղեցի Շտադեյում 20 տարվա ծառայող է։ Փառաբանության խմբում Դաշնամուրի վրա նվագող քույր է, 20 տարի ծառայել է Աստծուն։ Ու ասում Աստված չտվեց ինձ, էլի։ 40 քանի տարեկան է այդ աղջիկը, ոչ փսակվել է, ոչ ընտանիք ունի, մենակ։ Եկել էր լացելով բողոքում էր, ասում Աստված չտվեց ինձ, էլի, չտվեց իմ օրհնությունը, ես իրան այսքան ծառայեցի։ Գիտեք, ես իր համար աղոթք էի անում այսօր։ Ու Աստված ցույց տվեց իր մոտեցումը։ Ինքը իր կյանքում դրել է իր նպատակը ամուսնանամ եւ վերջ, այլ ոչ մի բան չեմ ուզում։ Բայց Աստծուն մոռացել է։ Ինքը կարար մեկ-մեկ եկեղեցի գար, ես ձեզ վկայեմ, ես իրան այսօր հիշացնում եմ։ Ասում եմ քուրս, հիշում ես, որ դու գալիս ես եկեղեցի։ Հիշում ես այն պատերազմը, որ սկսեց Ուկրաինայի, Ռուսաստանի, որ դու գալիս ես ասում ես, ես այսօր չեմ ծառայելու, չեմ նվագելու։ Ասում եմ ինչի, որտեղ ռուսներ են նստած դահլիճում։ Ասում եմ տենց են Աստծուն սիրում։ Դու տեսնում ես, դու տեղերով փոխել ես։ Դու Աստծուն դրել ես երկրորդ, երրորդ, չգիտեմ որ հատվածում ես դրել քո կյանքում, բայց քո նպատակը դրել ես ամուսնանամը։ Այսենց ամուսնանամ ու վերջ, էլի ինչ բան պետք է։ Դեք մարդիկ շատ բաներ են, չէ, երազում։ Տղամարդկանց է հիմա խոսքս վերաբերվում, կան sense տղամարդիկ նամանան ջահել հասակում, չէ, որ sense ասում են աշխատեմ ամենայիմ սիրածս ավտոն առնեմ, երազանք է, չէ, էդի։ Երազանք է դառնում, աշխատում են, մի քիչ էլ փող են կրեդիտով վերցնում եւ այլևա դզում փչում են, իրանց սիրած ավտոն առնում են։ Գցենք թե մի հատ լավ թազա Porsche է առել։ Ու ինչ է անում ինքը։ Սն մաքրում է սիրուն այդ ավտոն, գուրգուրում է այդ ավտոն, ամեն օր լվում է, սաղոր պիլասոսը ձեռը այդ ավտոյի մեջ է, ամեն օր մենակ այդ ավտոյի մասին է քնում, հելնում, մտածում, երազում, նստում է այդ ավտոյի ռուլին, հենց է քշում, որ բոլորը իրան նկատեն, բոլորը տեսնեն իր ավտոն։ Հա, հասկանում եք, դա կուրք է, դա կռապաշտություն է, քրիստոնյա լեզվով ասած, դա կռապաշտություն է։ Դա համար Պողոս առաքյալը ասում է, եթե ապրում եմ Քրիստոսով։ Գիտեք, Պողոս առաքյալը այսպես որ քայլում է, նույնը ես չեմ վախենա ասեմ, համարձակություն կունենամ ասեմ, ես էլ տենց։ Եվ որ ես քայլում եմ, ես ուզում եմ մարդիկ Քրիստոսին իմ մեջ տենան։ Ես չեմ ուզում ավտոն տենան, ես չեմ ուզում ինչ-որ ուրիշ բաներ տենան, ինչ ունեմ, ինչ չունեմ։ Ես ուզում եմ մարդիկ տեսնեն իմ մեջ Քրիստոսին։ Իմ նպատակը, իմ առաջին տեղը, որ ես իմ կյանքում ունեմ, դա Հիսուսն է, դա Քրիստոսն է։ Իմ կնոջից առավել, իմ երեխեքից առավել, իմ ծնողներից առավել, դա Հիսուսն է։ Մենք իրավունք չունենք տեղերով փոխենք սիրելիներս։ Ես չեմ ասում անարգենք, մենք պետք է սիրենք մեր կանանց, մեր ամուսիններին, մեր երեխաներին, մեր ծնողներին հարգենք, սիրենք, բայց տեղերը չփոխեք։ Հիսուսը թող լինի քո առաջինը, Հիսուսը թող լինի քո գլուխը, Հիսուսը թող լինի քո առաջինը եւ տեղը չփոխես երբեք։ Հենց տեղը փոխեցիր, չի ստացվելու ոչ մի բան, որովհետեւ Սուրբ Հոգին նա երբ որ գալիս է,
գալիս է որպեսզի Հիսուսին փառաբանի։ Սուրբ Հոգին գալի, երբ որ մարդը, քանի մարդ Հիսուսին փառաբանում է, Հիսուսին սիրում է, Սուրբ Հոգին մարդու հետ է։ Քանի եկեղեցին Հիսուսից կխոսա, Հիսուսին կփառաբանի, Սուրբ Հոգին եկեղեցում կլինի։ Սուրբ Հոգու բժշկություններն էլ կլինեն, Սուրբ Հոգու օրհնություններն էլ կլինեն։ Բայց երբ որ Հիսուսին հանեցիր կենտրոնիցը, Սուրբ Հոգին էլ չի լինելու։ Բայց Սուրբ Հոգին հենց այդ կյանքն է, որ մեզ տրված է, որ մեզ տրված է, որպեսզի վերջին օրը մեզ հարություն տա։ Մենք ուզում ենք հարություն առնենք։ Բոլորս հնարավոր է մինչև Հիսուսի գալը գնանք, չէ՞։ Կամ չէ։ Քուրս ասում է չէ, թող տենց լինի։ Ես էլ չեմ ուզում։ Ուզում եմ Քրիստոսը ավելի շուտ գա, կամ մեր մարմինները գնան հողոփոշի դառնան։ Թող Հիսուսը ավելի շուտ գա։ Բայց կարող է հակառակ լինի։ Կարող է նենց էլ մենք չգիտենք, Աստված գիտի այդ օրը։ Աստված գիտի, բայց մենք մենակ մի բան գիտենք, որ մեր մարմինները հարություն են առնելու։ Մեր մարմինը դու սկի չես հասցնի աշխովը թարթես դու կտեսնես ոնց ես դու։ Այն Սուրբ Հոգին որ քո մեջ է, որ Հիսուսին հարություն տվեց, քեզ էլ է հարություն տալիս։ Սուրբ Հոգին մարդուն երջանկացնում է, ու այդ երջանկությունը, գիտեք, ինքը էլի զգացմունք է, երբ որ քո սիրտը միշտ երջանիկ է։ Ինչ է երջանկությունը։ Հիմա անկեղծ որ գնաս այս աշխարհի մարդկանց հարցնես, ասես դու լիովին երջանիկ ես, անգամ այդ ավտոն, հա, այդ ավտոն էլ կհնանա, այդ երջանկությունն էլ կգնա լավ։ Այդ տանկերիշն էլ կծակվի մի օր, ջուրը կթափի, այդ երջանկությունն էլ կգնա։ Գիտեք երջանկությունը ինչ է։ Երջանկությունը դա հավիտենական բան է։ Երջանկությունը հավիտենական է, որ ինքը չի վերջանում։ Դու չես տենում իր վերջը։ Աստված չունի վերջ։ Դրա համար գրած Աստված ոչ սկիզբ ունի, ոչ վերջ ունի։ Դա երջանկությունն է մեր, որ մենք վերջը չենք տեսնում, որ դա չի վերջանալու։ Աստված մեր կյանքում չի վերջանա, եւ Սուրբ Հոգին մեզ տված է հավիտենության համար, որպեսզի մենք հավիտենական կյանքով ապրենք։ Ամեն։ Աստված ինքը ցանկացավ որ լինի մեր մեջ, որ մենք ունենանք կենթանի շունչ։ Մարդը կատարյալ է, երբ որ Սուրբ Հոգին նրա մեջ է, բայց երբ որ Սուրբ Հոգին մարդու մեջ չի, մարդը էլ չի կարող կենթանի շունչ լինի, կենթանի մարդ լինի, որովհետև Հիսուսը ասում է դուք մեռելները թող իրանց մեռելներին թաղեն։ Մարդը կենթանանում է մենակ երբ որ Սուրբ Հոգին լինում է մարդու մեջ։ Հիմա գիտեք, այսօր էլ Սուրբ Հոգին պատրաստ է իջնել բոլոր նրանց վրա, ովքեր կցանկանան, ովքեր կուզենան, ովքեր կբացեն իրանց սրտի դուռը, կասեն Սուրբ Հոգի, արի իմ կյանք։ Ես առանց քեզ կյանք չունեմ։ Ես ուզում եմ զատ լինեմ այս աշխարհից։ Ես չեմ ուզում այս աշխարհի հոգով ապրեմ։ Ես չեմ ուզում այս աշխարհի իշխանը կառավարի իմ կյանքը։ Ես ուզում եմ դու լինես իմ Աստված, դու լինես իմ Տերը, դու ինձ առաջնորդես։ Գիտեք, պետք է առաջնորդվել Սուրբ Հոգով, պետք է առաջնորդվել ու ունենալ այդ խաղաղությունը։ Մի քանի ամիս առաջ կինը զանգեց, ասեց երեխեն կորել է ու գոռում է։ Պատկերացնում եք։ Առավոտ է, մի աղջիկա ստարավ դպրոց գա, 5 րոպե գնալ, 5 րոպե գա, ընդամենը 10 րոպե։ Փոքր աղջիկը մեր Անգելինան եկել է ասում է չկա։ Ու այդ օրը Անգելինային տաքսին է տանում դպրոց, բերում հեռու է իր դպրոցը։ Այդ օրն էլ զանգել եմ տաքսի սերվիս, ասել եմ չգաք, չվերցնեք, մի քիչ հիվանդ է, թող մնա տուն այսօր, չտանեք դպրոց։ Ու աստղիկը գալիս է տուն, տենում է երեխեն չկա։ Ընկնում է սաղ քաղաքով ու գոռալով Անգելինային է ման գալի, Անգելինա, Անգելինա, զանգելա, լացում է, գոռում է, երեխուն կորցրեցինք, երեխուն կորցրեցինք։ Գիտեք, անես խաղաղություն ունեմ սրտիս մեջ։ Անես խաղաղ եմ, ասում եմ աղջիկ ջան, հանգստացի։ Ոնց կարաս դու ինձ ասես հանգստացի ու գոռում է։ Ասում եմ հանգիստ։ Ես ունեմ Սուրբ Հոգուց հանգիստ խաղաղություն իմ մեջ։ Անկամ այնքան խաղաղություն, որ Սուրբ Հոգին ինձ ցույց է տալի, թե որտեղ է երեխան։ Ասում եմ հանգստացի, ես հիմա քեզ հետ կզանգեմ, կասեմ երեխան որտեղ է։ Ես զանգեցի դպրոց, ասում եմ երեխանա տեղ է, ասում են հա տեղ է։ Փաստորեն, հետո զանգեցի տաքսի սերվիս ասում են կներեք, որ դուք մեզ զանգեցիք, ասիք թող չգա, մենք չկարողացանք, կապերը վատ է, կապնվենք վարորդի հետ, վարորդը եկավ ձեր տուն, ձեր երեխան էլ դուռը բացեց, գնաց վարորդի հետ, գնաց դպրոց։ Բայց այդ պատկերը ինքը չի տա, բայց Սուրբ Հոգին ցույց է տալի ոնց է եղել այս ամեն ինչը։ Ու ես ունեմ նենց խաղաղություն իմ մեջ, ասում եմ հանգիստ, ինքը չի հավատում, ինքը ասում է դու ինձ հիմա հանգստացնում ես ուղղակի որ ես հանգիստ լինեմ, ճիշտ ասա երեխան որտեղ է։ Ասում եմ երեխան դպրոցում է հանգիստ եղի։ Գիտեք, խաղաղությունը շատ կարևոր է որ մենք ունենանք, որովհետև եթե գալիս է անհանգստություն, կորում է քո հավատքը, կորում է քո աղոթքը, կորում է քո հույսը Աստծու վրա։
Բայց մենք մեր հավատքով ենք փրկվում։ Մենք մեր հավատքով ենք աղոտ բարձրացնում երկինք եւ լուծում ամեն հարց։ Կանգնացնում սատանայի գործերը, բայց անհանգստությունը միանգամից էդի փակում է։ Միանգամից, ել դու չես կարող մետյան, դու չես կարող պայքարել, վերջ արդեն դու պարտվեցիր։ Միշտ ունեցեք խաղաղություն, Հիսուսը խաղաղություն է տալիս։ Ամեն պարագայում ինչ ուզում է լինի, Աստված մեզ տալիս է այդ խաղաղությունը, որպեսզի ունենանք, անգամ եթե մենք լսենք վատ լուր, չխառնվենք իրար, այլ կանգնենք եւ աղոթենք։ Խաղաղության մեջ շնորհակալություն հայտնելով Աստծուց, գոհություն հայտնելով, որովհետեւ գիտենք, որ մեր Տերը զորավոր է, որովհետեւ գիտենք, որ Տերը ինքը իր խոսքը պետք է վերջում ասի։ Այս աշխարհը չպետք է ասի, այս աշխարհը չպետք է թելադրի մեզի, մենք ոնց պիտի ապրենք, քանի տարի պիտի ապրենք, ինչ պիտի ապրենք, այս աշխարհը իրավունք չունի թելադրի, եթե մենք լավ պետք է իմանանք, լավ պետք է իմանանք։ Աստված մենակ իրավունք ունի ասի, թե մենք ոնց պետք է ապրենք, քանի տարի պետք է ապրենք, որտեղ պետք է ապրենք, որովհետև նա մեր Տերն է։ Եվ գրած է, որ դուք էլ ձերը չեք, այլ դուք Քրիստոսինն եք, որովհետև դուք գնված եք Հիսուս Քրիստոսի թանկ արյունով, մենք գնված ենք, Աստված մեզ գնել է։ Եվ վերջի տեղն եմ կարդում, եթե դուք չար լինելով գիտեք ձեր որդիներին բարիքներ տալը, որքան առավել ձեր երկնային Հայրը կտա Սուրբ Հոգու նրանց, որ խնդրում են նրանից։ Ղուկաս 11:13-ում է գրած։ Այսինքն, եթե դու քո ծնողից սոված ես հաց ես ուզում, քո ծնողը տալիս է, նույնն էլ Աստված տալիս է մեզ Սուրբ Հոգի, երբ որ մենք խնդրում ենք, շատ դժվար չի, դա ընդհանրապես դժվար չի։ Այսօր մենք աղոթելու եմ ու ես խնդրում եմ այն մարդիկ, ովքեր կուզենան ունենան Աստծո Հոգին, մոտենան ու իրար հետ աղոթ կանենք, մոտենեք ու իրար հետ աղոթ կանենք, ու այն մարդիկ, ովքեր ունեն Սուրբ Հոգին, բայց հանգած են քայլում, մի ոտով էս աշխարհում են, մի ոտով Աստծո քաղաքում են, խնդրում եմ, էլի եկեք աղոթ կանենք, ոտդ քաշ աշխարհից։ Անկամ ոտիդ կեսը, եթե այն աշխարհում է, ինքը ազդելու է քո վրա։ Որտեղ դրեցիր քո ոտքը, այդտեղի իշխանությունը քո վրա ազդելու է։ Քո ոտքերը պետք է լինի Աստծո թագավորության մեջ, որովհետև ինքը ընդեղ է մեզ կանչը։ Մեր ոտքերը պետք է հիմնված լինի Հիսուս Քրիստոսի խոսքի վրա, որը ժայռ է։ Այս աշխարհը փոթորիկներ այսպես բարձրացնելու է, կտեսնես, բայց քեզ չի կպնելու, որովհետև քո ոտքերը ժայռի վրա է ամրացած լինելու։ Ամրացի ժայռի վրա։ Աստծո կրակը մի մարի, հակառակը, եթե տեսնում ես Աստված բոց է անում քո սրտի մեջ, ինչ որ մի բան պետք է անես դու, վառի էդի, հակառակը ավելի շատացրու, ավելի շատ արա, դու կվառվես, դու կտեսնես այդ կրակը էլ ոչ մեկ չի կարա հանգցնի։ Եվ թող այդ կրակը այսպես սկսի տարածվել քո շրջապատում, քո տան մեջ, քո ընտանիքում, քո քաղաքում, քո երկրում, տարածող եղի Աստծո արքայությունը։ Դրա համար Հիսուսը խոսում ասում է. դուք եք աշխարհի լույսը, դուք եք աշխարհի աղը։ Եկեք լույս լինենք։ Եկեք ուղակի չլինենք եկեղեցում նստող ու տուն գնացող։ Եկեք լինենք այն քրիստոնյաները, որոնք գալիս են եկեղեցի, զորանում են Տիրոջ հոգով։ Մենք գիտենք եկեղեցին ինչա, որ գանք սենց իրար հետ լինենք, աղոթենք, խոսանք Տիրոջ խոսքը, զորանանք ու գնանք այս աշխարհին ցույց տանք։ Ցույց տանք ով է Տերը, ցույց տանք ով է Հիսուսը։ Թող այս աշխարհը տեսնի, որ Հիսուսը իմ մեջ է։ Թող տեսնի, որ Հիսուսի սերը իմ մեջ է։ Գնացեք հիվանդանոցներ, գնացեք Աստծո խոսքը խոսացեք, պետք չի թեոլոգ լինեք, ինչ որ ուսումնասիրած ամբողջ Աստվածաշունչը։ Գիտես Հիսուսը Աստված է, գիտես որ նա մարդկանց մեղքերի համար խաչվել է։ Գնա հիվանդին ասա, մեռնող մարդուն ասա Հիսուսը քո համար խաչվել է։ Ապաշխարի, Աստծո թագավորությունը եկել է եւ նա բոլորի համար է եկել։ Գնացեք Աստծո սերը տվեք ամբողջ աշխարհին։ Տվեք Աստծո սերը, խոսացեք, թող Աստծո լույսը լինենք այս աշխարհում։ Մի ամաչեք Քրիստոսից։ Մի ամաչեք, ասեք Քրիստոսը Տերը, Քրիստոսն է Աստվածը, նա է իր թագավորությունը բերելու եւ հավերժը այս աշխարհում։ Մի ամաչեք։ Հիսուսի անունը տվողը գիտեք ինչ է նշանակում։ Երկնքում պատկերացնում ես հարութ։ Դու Հիսուսի անունը որ ստե խոսաս, երկնքում հրեշտակների մոտ ու հոր մոտ Հիսուսը հենց քո անունը։ Միլիոնավոր մարդկանց մեջ միլիարդով 7 միլիարդ մարդ կա այսօր աշխարհում։ Ինքը հենց քո անունը խոսալու ասել է։ Հարութը
Հորը խոս պատկերացնես, քո անունը ընդ քննարկվում է։ Հարութը գնաց էս, Հարութը իմ անունով նա է սրան բան ասել։ Հարութը իմ անունից, իմ հոգուց դրդված էս գործը արեց։ Գիտեք, ամեն մեկիս անունը Հիսուսը երկնքում տալիս է, եթե մենք իր անունից չենք ամաչում։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Աստված պատրաստ է հենց հիմա քեզի տա այդ հոգին։ Այդ Պենտեկոստեն չի դադարել։ Նա մինչև այսօր գործում է։ Աստծո դարպասները հեթանոսների համար բաց են։ Չի փակվել դեռ։ Գիտեմ, որ մի օր է գալու փակվի։ Աստվածաշունչը ասում է, մի օր փակվելու է, բայց այսօր բաց է։ Գիտեք, որ փակվի արդեն ուշ է լինելու։ Եվ կգա այս դարաշրջանը հեթանոսների փրկության մի օր վերջանալու է, Աստվածաշունչը դրա մասին է խոսում։ Ես ու դու հեթանոս ենք, ես ու դու հրեա չենք, հրեաների ժամանակն է սկսվելու էլի, իրանց ժամանակն է սկսվելու եւ գալու է Տերը, որովհետեւ երբ որ հրեաները հավատացին Հիսուսին ու կանչեցին նրան, Տերը գալու է ու գալու է այդ ժամանակները։ Գիտեք, քանի բաց է Աստծո դարպասները, որպեսզի Սուրբ Հոգին գա ուղիղ քո կյանք, դու էլ քո սրտի դարպասները այսօր բացի։ Ամեն նեղացկոտություն, ամեն դժգոհություն, ամեն մեղք, ամեն տկարություն ուղղակի ապաշխարի հանի սրտիցդ։ Դու կարաս դա անես մեկ վայրկյանում։ Դա քո ընտրությունն է, դա քո խոսքն է, որը որ Աստծո հետ խոսում ես։ Աստված հավիտենական ուխտ է կնքում քո հետ։ Հիսուս Քրիստոսի արյան վրա Աստված հավիտենական ուխտ է կնքում ամեն մարդու հետ։ Եվ այսօր հեսա աղոթելու ենք, ես խնդրում եմ, որպեսզի դու էլ դուրս գաս աղոթի։ Եթե ցանկանում ես Աստծո հոգին ընդունես, եկեք կանգնենք աղոթքի։